Եվ այսպես, ինչի համար Հայաստանի Հանրապետության իշխանությունները սադրեցին ծեծկռտուկ Երևանի ավականիում, հարգելի հեռուստադիտողներ, դիտեք ալֆան, տարածեք ալֆան, ձեր բարեկամներին, հարազատներին պատմեք մեր մասին, փոխանցեք մեր լրատվական թողարկումների հղումները։ Ինչու՞։ Շատ պարզ, որովհետև այն ամենը, ինչ հիմա Հայաստանում կատարվում է, այս ամենի մասին մենք խոսում ենք թե մինչև ընտրությունները, թե ընտրություններից հետո նշում ենք հետևյալ, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները բոլորից լավ հասկանալով, որ իրենք չունեն հասարակության մեծամասնության աջակցությունը, իրենք գնում են ավտորիտար կառավարման համակարգի ձևավորմանը եւ ներկայիս ճգնաժամը, որը կա Հայաստանում, որը նոր չէ սկսվել, բայց մենք արդեն երկար ժամանակ այդ ճգնաժամի մեջ ենք ապրում, այդ ճգնաժամը ինքը չի դադարել։ Այդ ճգնաժամը շարունակվելու է։ Հունիսի 7-ի ընտրությունները չթոթափեցին քաղաքական լարվածությունը, դրա դրսևորումներից մեկը եղավ այն, ինչ մենք այսօր տեսանք Երևանի ավականիում։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչները այնպիսի մթնոլորտ ձևավորեցին, որ հնարավոր եղավ բախում տեսնել Երևանի ավականիում, այնտեղ գնահատականներ հնչեցին ձայների գողության մասին, Արցախը հանձնելու մասին։ Մի խոսքով իշխանությունները արեցին ամեն ինչ, որպեսզի սադրվի անդիմությունը եւ բախում լինի ազգային ժողովում, այնտեղ բախում լինի Երևանի ավականիում, ինչն էր նաեւ շատ սիմպտոմատիկ Նիկոլ Փաշինյանի կոալիցիոն գործընկերոջ ներկայացուցիչները ամենաակտիվն էին այդ ծեծկռտուկի մեջ, ասա դուք ընդհանրապես ինչ իրավունք ունեք ինչ որ մի բանի մասին խոսելու, վերջերս մի բավականին հարգարժան մարդ հետևյալ գնահատականը տվեց, ասաց 20 տարվա կուսակցություն եք, խոսքը Հանրապետություն կուսակցության մասինն է, Սպայդերմենի շորերը հագած մարդիկ գալիս եւ ձեզ անցնում են խորհրդանական ընտրությունների ժամանակ, հիմա դուք եկել եք ինչ եք էլի անում ազգային ժողովում, ինչ ծառայություններ եք մատուցում Երևանի ավականիում Նիկոլ Փաշինյանն, ինչեւ է, մենք ականատեսը եղանք այդ ծեծկռտուկի, բայց ինչն է շատ սիմպտոմատիկ եւ այս տեսակ երևույթներ շատ մոտ ապագայում մենք շատ ավելի շատ ենք տեսնելու։ Ինչի մասն է խոսքը, իշխանությունը հայտարարելու է մի բան, 1-2 ժամ հետո իրենք անելու են հակառակը։ Սա հենց պայմանավորված է նրանով, որ մենք շատ լուրջ ճգնաժամի մեջ ենք կանգնել եւ իշխանությունները, որոնք շատ դեպքերում օրինակ տարբերություն նույն անդիմության, որ աշխատում էին այսպես էլի ռազմավարական որոշակի ծրագրի շրջանակներում, հիմա իրենք աշխատելու են օրվա կուրսով, մի բան ասելու են, մի բան անելու են, շատ արագ այդ տարբերությունը դուք զգալու եք։ Ինչի մասն է խոսքը։ Տեսեք, Ալեն Սիմոնյանը, ազգային ժողովի նախագահ աշխատող Ալեն Սիմոնյանը, ով ըստ մամուլում տեղ գտած հրապարակումների ինքը հավակնում է հերթական անգամ զբաղեցնել ազգային ժողովի նախագահի պաշտոնը, հրապարակել է ուրեմն падգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը, որը շուտով ըստ երևույթին պետք է ընդունվի եւ մի հիանալի տեքստ են մարդիկ գրել, խոսում են այնտեղ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ այլնի մասին, օրինակի թիվս այլն այստեղ նշվում է անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգության եւ բարեկեցության մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության համար։ Սենց են իրանք մարդու իրավունքները եւ ազատությունը պաշտպանում։ Շատ պարզ, տեսեք, իրենք խոսելով քրեական գործերից մեկի մասին, ասում են ձեր կուսակցության առաջնորդը պետական դավաճան է, համանդրական ոչ թե համանդրական, այլ պարզապես դատարանի որոշում այս գործի վերաբերյալ չկա, ով են քաղաքացիական պայմանագիր ավականու խմբակցության ներկայացուցիչները, որ դատարանի փոխարեն որոշում են կայացնում, թե ով ինչում է մեղավոր։ Բացի նրանից, եթե իրենք համաձայն չեն իրենց քաղաքական ընդդիմախոսների հետ, ապա Ալեն Սիմոնյանի հրապարակած այդ երդման տեքստի համաձայն իրենք պետք է պաշտպանեն ի վերջո մարդու իրավունքներն ու ազատությունները, թե պետք է բռնանան մարդու իրավունքների եւ ազատությունների նկատմամբ, որտեղ քաղաքական հայտարարություններ անելը եւս մարդու հիմնարար իրավունքների շարքին է դասում։ Ինչևէ, հարգելի հեռուստադիտողներ, մենք պետք է նշենք հետեւյալը. իշխանությունները բոլորից լավ գիտեն, թե ինչով է այսօրվա իրականությունը տարբերվում 2021 թվականի հետընտրական իրականության հետ։ Նիկոլ Փաշինյանը չունի քաղաքացիների մեծամասնության աջակցությունը։ Նիկոլ Փաշինյանը, եթե նախկինում կարող էր ասել, դե մենք ճիշտ է սա արել ենք, ստեղ տապալվել ենք, սա հանձնել ենք, սա ավերակների ենք վերածել, բայց ընտրություններ չենք կեղծել կամ մեր ժողովուրդը շարունակում է մեզ աջակցել,
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երևի առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ 1/3-ը քաղաքական ուժերի, որոնք մասնակցել են ընտրությունների, դիմում են դատարան, վիճարկում են ընտրությունների արդյունքները, զանգված այն խախտումների մասին են խոսում եւ խոսում են ոչ միայն օրինակ Ռուսաստանի Դաշնության կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները, ովքեր դիտորդական առաքելություն են իրականացնում ընտրությունների ժամանակ, այլ օրինակ նաեւ ԵԱՀԿ-ի ներկայացուցիչները, ովքեր դիտարկում են նույնիսկ ավելի երկարատև հատվածը նախընտրական փուլը հենց ընտրությունների օրը, այսինքն իշխանությունները իրանք ոչ միայն չունեն 50+1 աջակցություն, այլ իրենք նաև փաստացի կեղծել են ընտրությունները եւ Սահմանադրական դատարանը ի հեճուկս ԿՊԱ-ականների հայտարարությունների ունի հնարավորություն ապացուցելու, որ ինքը իսկապես անկախ մարմին է եւ կարող է հաստատել հենց այս պնդումը, որը առաջ են բրթում ընդդիմության ներկայացուցիչները։ Այնուամենայնիվ, ամփոփելով նաև մեր այսօրվա զրույցը, մենք երեկ էինք սրա մասին խոսում, որ կա գին, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է վճարել իր իշխանությունը պահելու համար։ Այդ գինը արտաքին աշխարհի հետ հարաբերվելիս վերաբերվում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը, որովհետև եթե դու հանձնում ես Զանգեզուրի միջանցքը, դու խախտում ես Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը, բայց ինքը գին ունի նաև երկրի ներսում։ Այդ հիբրիդային ավտորիտար համակարգի ձևավորումը այդ գինն է, որը Նիկոլ Փաշինյանը պատրաստ է վճարել։ Այդ իսկ պատճառով օրինակ այսօր եւս չէ տեղի ունեցավ բացի այս ծեծկրտուկից նաև խուզարկություն падգամավորներից մեկի ավելի կոնկրետ Իշխան Սաղաթելյանի տանը։ Մեր գործընկերները Երկիր.am-ից նաև գրել էին այն մասին, որ նաև Իշխան Սաղաթելյանի տիկնոջն էին հրավիրել քննչական կոմիտե։ Այսինքն սա այն գինն է, որը Նիկոլ Փաշինյանը պատրաստ է վճարել։ Ինքը պատրաստ է կանանց, երեխաներին, ծնողներին քրեական գործերի մաս դարձնել։ Ինքը պատրաստ է քրեական, այսպես ասած, քրոնիկոնով լցնել լրահոսը։ Ինքը պատրաստ է ծեծկրտուկներով եւ այլնով լցնել ոչ միայն Երևանի ավականին, այլ նաեւ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը։ Բայց ինչպես երեք, այնպես էլ այսօր նույն բանն ենք ասում, անկախ նրանից ընտրությունները տեղի են ունեցել հունիսի 7-ին, թե տեղի չեն ունեցել, քաղաքացիները շատ մոտ ապագայում հնարավորություն են ունենալու պատասխանել հետեւյալ հարցին. իրենք համաձայն են այս տեսակ Հայաստանում ապրել թե ոչ, եւ իրենք պատրաստ են վճարել այն գինը, որը Նիկոլ Փաշինյանը հիմա վճարում է Հայաստանի համերաշխության, անդորի եւ տարածքային ամբողջականության հաշվին։ Մտածեք այդ մասին։